Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ կառավարեն իրենց համայնքը։ Իսկ առանց բյուջեի կառավարել հնարավոր չի։ Առանց եկամտի կառավարել հնարավոր չի։ Մենք մի անգամ կարծեմ դրա մասին խոսեցի, այն խորհրդային միության, չգիտեմ, գուցե հիմա էլ կան որոշ տեղերում այդ կոլեկտիվներում, որ կար, չասում էին լատարե են խաղում, որ աշխատավարձերից հիմա էլ կա, հա, այսինքն կուտակվում է գումարը եւ ծախսվում է այս գույքահարկը բոլոր քաղաքացիների համար դա է, որովհետեւ լատարե են խաղում, այսօր մեկի բակի դիմացնեն բարեկարգելու, մյուս օրը կողքի փողոցնեն բարեկարգելու, այն մյուս օրը երրորդը, այն 4-րդ օրը զբոսայգին, այն 5-րդ օրը շատրվանը, 6-րդ օրը մանկապարտեզը, 7-րդ օրը, չգիտեմ, գրունտային ճանապարհը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ սա պետք է լինի մարդկանց ընկալումը այս օրենքի եւ այս համակարգի մասին։ Եվ սա այն դեպքերից է, որ ես, գիտեք, շատ են ասում մեր մասին, էլի մեր ընդդիմախոսները եւ բաները, եւ ընդդիմախոսները եւ չարախոսները, որ սա թույլ կառավարություն է, թույլ կառավարությունը չի կարող այսպիսի որոշումներ կայացնել։ Ուղղակի չի կարող։ Մենք կայացնում ենք այնպիսի որոշումներ, որ 30 տարի անընդհատ քննարկվել է տեսականորեն եւ այլն ու չի կայացվել։ Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագիծը, որով դոտացիաների հետ փոփոխություն, գնացեք, հանեք արխիվը, տեսեք, որ թվից է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի օրակարգում։ Այդ օրենքը նույնիսկ առաջին ընթերցմամբ, եթե չեմ սխալվում, ընդունվել է 2007-8 թվերի կողմերը։ Երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել։ Ինչի, որովհետև Հայաստանում ուժեղ իշխանություն է եղել։ Այդ թվում նույն պատճառը, որովհետև ձեռ չի տվել ցեխի միջից հանել։ Բա որ ցեխի միջից հանեին, ո՞նց էին ընտրակաշարք բաժանելու գրավիլի, ասֆալտի, չգիտեմ ինչի տեսքով։ Մեր երկրում էլ եմ ասում, այն օր Գյումրիում եմ ասում, թեմաներ կա, որ արդեն մարդիկ չեն հիշում։ Ոչ մեկ չի հիշում, որ ասֆալտ հասկացությունը ուղիղ կապված էր ընտրությունների հետ։ Կար ընտրություն, կար ասֆալտ, չկար ընտրություն, չկար ասֆալտ։ Ընդ որում տեխնոլոգիական լուծումներ կային, հավաքովի ասֆալտ, փռում ես, ընտրվում ես, մնում ասֆալտը, չես ընտրվում, փաթաթում տանում ես, մինչև հաջորդ ընտրություններ։ Այսինքն մարդիկ մոռացել են, որ Հայաստանում ընդհանրապես տենց բան է եղել, հասկանում եք, մոռացել են։ Այն ասֆալտը, որ մենք հիմա ուղակի անում ենք, եթե ընտրական տրամաբանության բան էինք, մինչև 2082 թիվը այդ ասֆալտով կարելի էր ընտրություններ անել, հարգելի գործընկերներ, առանց չափազանցության։ Բայց մենք այս մեր գործիքը, հասկանում եք, ես ուզում եմ սա ճիշտ գնահատվի սրա քաղաքական իմաստը, այն գործիքը եւ լծակը, որ ընդունված է եղել, որ կառավարությունը իր ձեռքում պահի, որ որպես լծակ օգտագործի քաղաքական նպատակներով, մենք այդ գործիքը տալիս ենք մարդկանց ազատություն ենք տալիս, որոշումներ կայացնելու, զարգացման օրակարգեր որդեգրելու եւ իրականացնելու համայնքի տրամաբանությամբ, իհարկե կառավարության լիազորությունները եւ գործառույթները որևէ կերպով չզիջելով։ Եվ ես խնդրում եմ, որ այստեղ մենք շատ սկզբունքային գտնվենք, որովհետև սկզբունքային չգտնվելու դեպքում մենք չենք կարող զարգացման այն օրակարգը, որը բխում է մեր երկրի շահերից, սպասարկել։ Բայց սրա հետ կապված ես ուզում եմ ասել, որ մենք որոշակի խնդիրներ ունենք։ Եվ այդ իհարկե մի քիչ երկարում է քննարկումը, բայց ես ուզում եմ սրա մասին խոսել, որը կապված է նաև համայնքային հողերի օտարումների եւ նրանց գների հետ։ Մենք իհարկե որոշակի փոփոխություններ ենք արել, որի արդյունքում, հա, շատ կարևոր բան, այս կադաստրային փոփոխությունների, գների փոփոխությունների արդյունքում համայնքների հողերի գները էականորեն բարձրացել են, ինչ նշանակում է նաև համայնքների եկամուտներն են բարձրացել, բայց այս վերջերս ես մի ահազանգ ստացա, որ 100 դրամով համայնքային աճուրդով ձեռք բերված հողը, հողակտորը
վաճառվում մի քառակուսի մետրի մասին է խոսքը, վաճառվում է մի քառակուսի մետրը, այսինքն համայնքից ձեռք բերված արդեն երկրորդային շուկայում վաճառվում է, ասենք օրինակ քառակուսի մետրը $500 Ու բնականաբար հարց առաջացավ, այդ ինչպես կարող է դա տեղի ունենալ, եւ նախ հարց այն էր, թե ինչու է համայնքը 100 դրամով վաճառել այդ հողը։ Պարզվեց, որ համայնքը 100 դրամով որ վաճառել է ավագանու որոշմամբ, հələ մի բան էլ մինիմալ արժեքից 20 անգամ ավելի բարձր գնով է վաճառել, որովհետեւ այդտեղ եղել է արոտավայր կամ չգիտեմ ինչ որ բան կարգի հող, վատ կարգի հող։ Լավ, այդ հələ մի հարցն է, որը ինչ որ ձևով ի գիտություն ընդունեցին, բայց հաջորդ հարցն է ծագում, ո՞նց է որ հիմա շուկայում վաճառվում է 500 կամ լավ 50, լավ 10 անգամ 100 դրամ $50, հա $50, շատ լավ, թող լինի $50, ես մի 0 ավելացնում եմ։ Բայց նույնիսկ եթե $5, ասենք $100 համայնքից ներողություն, 100 դրամով համայնքից ձեռք է բերել, լավ ասենք եթե $5 վաճառում, ուրեմն 20 անգամ ավելի թանկ, եթե $50 է, ուրեմն 200 անգամ ավելի թանկ, բայց ո՞նց է ստացվում, ինչ է տեղի ունենում։ Պարզվում է հետևյալը, բացատրությունը, որ մենք այդ տարածական պլանավորման այդ գործողությունը, որ անում ենք, ընթացքում հաստատվել է համայնքի նոր կամ գլխավոր հատակագիծը կամ ինչ ենք ասում, պարոն Վարդանյան, այդ փաստաթղթին միկրոռեգիոնալ փաստաթուղթն է ընդունվել եւ ինչ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում այդ հողը, որը համարվել է գյուղատնտեսական նշանակության ամենահետին կարգի հող, այդ ընթացքում իր կարգավիճակը այդ միկրոռեգիոնալ պլանավորմամբ փոխվել է եւ դարձել է խառը կառուցապատման հող։ Եվ այս որոշման բերումով այդ հողի գինը 100 դրամից դարձել է $50։ Հիմա այստեղ թվում է թե որ նայում ես ամեն ինչ նորմալ է, բայց այստեղ խնդրեմ կա, որովհետև եթե սովորական պայմաններում այդ 100 դրամով ձեռք բերված հողը մարդը ուզենար կատեգորիան փոխել եւ այլն, այդ փոփոխությունների ընթացքում համայնքին ինքը պետք է հսկայական գումար վճարեր։ Եվ հիմա ստացվում է, որ առանց այդ գումարը վճարելու էլի պետք է վճարի, դե պարզաբան